Այսօր խոսելու ենք այն վիտամինի մասին, որն ամենից հաճախ հիշատակվում է ժամանակակից բժշկության մեջ՝ վիտամին D։ Ինչու է այն այդքան կարևոր, ով ունի դեֆիցիտ, երբ եւ ինչքան պետք է այն ընդունել, երբ է վտանգավոր, ամեն ինչ այս վիդեոյում գիտահեն ինֆորմացիայի հիման վրա։ Վիտամին D-ն ըստ էության հորմոն է, ոչ թե սովորական վիտամին։ Այն ձևավորվում է մաշկում արևի UVB ճառագայթների ազդեցությամբ, ինչպես նաև կարող ենք ստանալ սննդից եւ հավելումներից։ Որպես կանոն առանձնացնում ենք երկու տեսակ վիտամին D՝ D2 բուսական ծագման եւ D3 կենդանական ծագման, ավելի արդյունավետ կենսամատչելիությամբ։ Օրգանիզմում այն անցնում է ակտիվացման երկու փուլ եւ վերածվում է ակտիվ ձևի։ Ինչ է անում վիտամին D-ն մարմնում։ Կարգավորում է կալցիումի եւ ֆոսֆորի կլանումը, ամրացնում է ոսկորները, ուժեղացնում է իմուն համակարգը, ազդում է մկանային ֆունկցիայի վրա, կապված է տրամադրության, կարդիոնյութափոխանակության, ինսուլինի արտադրության հետ։ Արյան անալիզի միջոցով մենք չափում ենք 25 OH-D-ն, որը ճիշտ ցուցիչ է մարմնի պաշարի։ Ինչ են ասում վերջին տվյալները։ 2023 թվականին հրապարակված մետավերլուծությունը ընդգրկելով շուրջ 8 միլիոն մասնակից 2000-ից 2022 թվականների կտրվածքով ուսումնասիրել է վիտամին D-ի դեֆիցիտի տարածվածությունը ամբողջ աշխարհում։ Հարավային Ասիայում դեֆիցիտի տարածվածությունը հասնում էր շուրջ 70%-ի, Եվրոպայում 50 տարեկաններից բարձր մարդկանց շրջանում 40-ից 50%-ի։ Ծերերի շրջանում վիտամին D-ի դեֆիցիտի տարածվածությունը հասնում է շուրջ 60%-ի։ Հատկապես բարձր ռիսկի խմբերի մոտ, ինչպիսիք են երիկամային անբավարարություն ունեցողները կամ օրինակ հեպատիտով հիվանդները, դեֆիցիտի տարածվածությունը կարող է հասնել մինչև 100%, 85-ից 99%։ Կլինիկական մեկ այլ ուսումնասիրություն 35,000-ից ավել պացիենտների վրա ցույց է տվել, որ 2017-ից 24 թվականների ընթացքում պացիենտների շուրջ 55%-ը ունեցել է 20 միլիգրամից ցածր վիտամին D-ի մակարդակ, եւ այդ ցուցանիշը տարիների ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել։ Ինչ է սա նշանակում։ Դեֆիցիտը ոչ թե բարելավում է, այլ կայուն գլոբալ խնդիր է մնում ամբողջ աշխարհում։ Ըստ ընդհանուր ընդունված սահմանումների վիտամին D-ի մակարդակի 20 միլիգրամից ցածրը համարվում է դեֆիցիտ, 20-ից 30-ը անբավարարություն, 30-ից բարձր արդեն բավարար մակարդակ։ Թեև 2024 թվականի էնդոկրինոլոգների ուղեցույցները այլևս չեն սահմանում կոնկրետ շեմ հիվանդության կանխարգելման համար, որքան դոզա ընտրել որպես օրական նորմա։ Դոզաների հետ կապված թեմաները ամենակննարկվողներն են։ Կամ բժիշկների եւ գիտնականների մի խումբ, ովքեր պնդում են, որ օրգանիզմին անհրաժեշտ է մեծ դոզայով վիտամին D, օրինակ, օրական 5000 կամ ավել, իսկ ուղեցույցներն ասում են, որ հիմնական օրական նորման է 0-ից 12 ամսեկանների համար 400 միավոր, 1-ից 70 տարեկանների համար 600 միավոր, 70 պլյուսերի համար 800 միավոր, դեֆիցիտի դեպքում 1500-ից 2000 միավոր, բայց կան խմբեր, որոնց ավելին է պետք։ Ըստ 2024 թվականի Endocrinology Society-ի ուղեցույցի ասվում է, որ երեխաների եւ դեռահասների մոտ ռախիտի կանխարգելման համար անհրաժեշտ են ավել դոզաներ, 75 պլյուս տարեկանների մահացության ռիսկի նվազման համար եւս ավել դոզաներ, հղի կանանց պտղի բնականոն զարգացման համար, բարդություններից խուսափելու համար եւս անհրաժեշտ են ավել դոզաներ։ Բայց նաև կան դեպքեր, երբ կիրառվում են օրական 10,000 կամ շաբաթական 50,000 միավոր։ Օրինակ, օրական 10,000 միավորը սովորաբար կիրառվում է հաստատված դեֆիցիտի դեպքում, եւ որ ամենակարևորն է, կարճ ժամանակահատվածում, օրինակ 4-ից 8 շաբաթ, ոչ ավել։ Երկարաժամկետ ընդունումը առանց վերահսկման կարող է բերել բազմաթիվ
հետևանքների, ոչ ցանկալի։ Իսկ 50,000 շաբաթեկանը դա բուժիչ դոզա է, ոչ թե ամենօրյան։ Ուստի այստեղ ընդունման համար անհրաժեշտ է միմիայն բժշկի ցուցում։ Այն սովորաբար կիրառվում է շաբաթական 1 անգամ 6-ից 8 շաբաթ, որից հետո անցնում ենք նորից պահպանողական դոզայի 1000-ից 2000 միլիգրամ։ Սա կիրառում են հիմնականում ծանր դեֆիցիտների ժամանակ եւ այն դեպքում, երբ անհրաժեշտ է արագ վերականգնել վիտամին D-ի դեֆիցիտը եւ որ նորից եմ կրկնում ամենակարևորն է բժշկի նշանակմամբ եւ հսկողությամբ։ Վիտամին D-ի ճիշտ ընդունումը իրականում շատ կարևոր է, որովհետեւ այն ճարպալույծ վիտամին է եւ սխալ ընդունումը որոշ դեպքերում կարող է պարզապես չաշխատել եւ մենք չենք ստանա այն արդյունքը, որն ուզում ենք։ Ցանկալի տարբերակն է, որպեսզի այն ընդունենք առավոտյան կամ կեսօրին, առավոտյան 8-ից մինչև 2 ընկած ժամանակահատվածում եւ որ ամենակարևորն է ճարպ պարունակող սննդի հետ։ Օրինակ, ձու, ավոկադո, ընկուզեղեն, ձիթապտղի յուղ, սրանք օգնում են, որպեսզի վիտամին D-ն ավելի լավ յուրացվի։ Եթե այն խմեք դատարկ ստամոքսին, ներծծումը զգալիորեն նվազելու է, որը բերելու է ոչ ցանկալի արդյունքների։ Իսկ ինչպիսի ռիսկեր ունի վիտամին D-ն։ Վիտամին D-ի չափից ավել ընդունումը իրականում վտանգ է։ Ինչ կարող է պատահել վիտամին D-ի ավելցուկի դեպքում։ Արյան մեջ կալցիումի բարձր մակարդակ կարող է հայտնվել, սրտխառնոց, թուլություն, ծարավի զգացողություն, երիկամային քարեր, ընդཐུպ մինչև երիկամային անբավարարություն։ Վիտամին D-ն ճարպային լուծելի վիտամին է, կուտակվում է օրգանիզմում, ուստի ինքնաբուժությունը արգելվում է։ Ցանկացած լրացում պետք է կատարել բժշկի կամ դեղագետի խորհրդով։ Այսպիսով, վիտամին D-ն կյանքի համար անհրաժեշտ ոչ թե մոդայիկ հավելում է։ Գիտությունը ապացուցել է արդեն տարիներ շարունակ, որ աշխարհի բնակչության կեսից ավելին գրեթե միշտ ունի վիտամին D-ի անբավարարություն, եւ այս անբավարար մակարդակը կարող է բերել բազմաթիվ խնդիրների։ Եթե կասկածում եք, հանձնեք անալիզ ցանկացած լաբորատորիայում եւ քննարկեք ձեր անալիզի պատասխանները բժշկի կամ դեղագետի հետ։ Եթե հավանեցիք այս վիդեոն, սեղմեք լայք եւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, քանի որ այստեղ բազմաթիվ հետաքրքիր նորություններ են ձեզ սպասվում։ Առողջ եղեք։